Եկել եմ պաշտպանեմ, ձեզ էլի վատ կոմեր են գրում, չէ, հուսանք չի լինի տենց խնդիր, որ ինձ պաշտպանելու կարիք լինի։ Որոշել էի ընդհանրապես էֆիր չմտնել, բայց հետո մտածեցի, էլի մի րոպե, իրանք ով են, որ ես իրանց պատճառով ինձ ինչ-որ բանից զրկեմ, եթե տղան ծեծողը արժի ներել շարունակել շփումը։ Իսկ ես մի հատ ուրիշ հարց տամ, եթե տղան ծեծողը արժեր ընդհանրապես իր այդ ծանոթանալ, նախ սկսենք այդտեղից, խորհուրդ կտաս ինչ նկարեմ, որ սիրուն լինի։ Ասենց մի բան ասեմ, ինչ նկարելով չի սիրուն լինելը, ու նաև էսքիզդ պետքա մի քիչ սիրուն լինի։ Եթե էսքիզդ սիրուն եղավ, ինչ էլ վրան անես, մի բան կստացվի։ Իմ նկարած նկարներից այս վահին ջրահարսը կարամ ցույց տամ։ Հենա, երկու հատ նկար կա։ Մեկը բնության տեսարանը, մյուսն էլ ջրի հատակ։ Սենց ինչ որ հետաքրքիր։ Մեկ էլ ստեղ ամենափոքր կտավը, որի վրա աշխատել եմ, սա է։ Օրինակ ես մեծ կտավը, որ նկարել եմ, ընդամենը 2 վիդեո եմ տեղադրել ու վերջ։ Իմ տեղը ուրիշ մեկը լիներ, հիմա մի 25 հատ շարքեր սարքե։ Ես չեմ սիրում ֆիքսվել մի հատ 5 գործի վրա ու անդադ այդ պոստել։ Պետքա նորը, անընդհատ նորը նկարես, նորը բերես մարդկանց ցույց տաս, ոչ թե մի հատ նկարած նկարով սաղորը դեր նկարելու սեղանը։ Ուրեմն ես ունեմ 3 հատ նկարելու սեղան, մեկը գրիչով աշխատելու համար է, նաև մատիտով փոքր թղթերի վրա, որի դիմաց հիմա նստած եմ։ Հիմա ցույց տամ։ Սա է, մի քիչ սենց խառը վիճակներով, մարկերներ եւ այլն։ Սրա վրա արդեն մայկաների վրա եմ նկարում եւ ամենակարևորը ջրաներկով աշխատելու համար, մեծ գործերի համար արդեն մատիտով, գուաշով, այս մեկը, այս մի տախտակը, որ գրիչով, եթե մեծ թղթի վրա նկարեմ դրա համար է, իսկ այս փոքր տախտակը փոքր գործերի համար է։ Այս էլ մոլբերտս է։ Ստեղ մի հատ էսքիզով կտավ ունեմ, շուտով պետք է աշխատեմ վրան։ Այս էլ իմ օգնականներն են, շտատիվները։ Սենց երեխեք ջան։ Ես մի բան ասեմ, ուրեմն ես մարկերներից տենց շատ չեմ հասկանում, որովհետև նոր եմ սկսել իրանցով աշխատել ու տենց կիսատ եմ թողել։ Շատ էժան մարկերներ եմ վերցրել այս տարբերակը։ Բայց ձեզ խորհուրդ կտամ, եթե ուզում եք ինչ-որ այնց լուրջ բան ստանաք, այն լավերից ակվարելնի մարկերի, այ դրանցից վերցրեք։ Դրանք կարաք ջրով բացեք ու շատ սիրուն էֆեկտ է ստանում։ Սրանցով ինքը ավելի շատ փչացնում է նկարը, սրանք սպիրտային մարկերները փչացնում են նկարը։ Չես կարա գլատկի ֆոն ստանաս իրանցով։ Այ դա շատ վատ է։ Դուք ոսկի սիրտ ունեք։ Չգիտեմ ոսկի արծաթա ինչ է, բայց լավ էր չունենայի։ Իրոք որ նայում եմ ինչ որ տենց չակերտավոր բլոգերներ չասեմ, որտեվ կոնտենտ չունեն։ Մտնում նայում ես, այսինքն չես մտնում նայում, վերում ա վիդեոները, էսի սենց ասեց, էնին նենց աս, էդի բլոգերություն չի, երեխեք ջան։ Դրանք բլոգերներ չեն, դրանք կոնտենտ չունեն, չեն տալիս։ Իրանք ուղղակի մտնում են ստեղ, կրակի վրա յուղ են լցնում ու թռնում են։ Սենց մի բան էլ ասեմ, ինչքան ուժեղ է մարդը, այդքան ուժեղ է կոտրելու հաճախականությունը ու կոտրելու ձևը։ Այսինքն թույլ մարդիկ թույլ ձևով են կոտրվում, ուժեղ մարդիկ փշուր են լինում։ Բարև ձեզ, ինչ խորհուրդ կտաք, որ շրջապատի մարդկանց ամեն մի խոսացածին կարևորություն չտանք։ Իմ փորձով ասեմ, ես ինչքան փորձեցի կարևորություն չտամ, այդքան այդ մարդիկ եկան ու մտան սենց կոնկրետ աչքս, որ մենք կարևոր ենք։ Դրա համար, երբ որ դու ինչ-որ բան ուզում ես ետ մղել, ինքը առաջ է գալու ավելի շատ, այդ մագնիսի էֆեկտն է։ Ուզում ես վանես, ինքը գալիս է։ Ուզում ես ձգես, ինքը վանում է իրան։ Դրա համար մի ֆիքսվեք տենց մտքերի վրա, ընդհանրապես մտքերը շատ ուժեղ գործիքներ են։ Բայց sense մի բան ասեմ, ինչքան խելքը գլխին չեղած մարդ կա, խելքից դուրս խելքը թռած շարիկները թափած մարդիկ կան, իրանք ավելի շատ են այս աշխարհում բաներ որոշում, քան խելքը գլխին մարդիկ։ Ու այդ կատաստրոֆա է։ Աբա ինչ իմ պրոֆեսորները կարծիք ասեն իմ մասին, ինչ ոչ մի բան չհասկացող մեկը լրիվ տարբեր բաներ են։ Դե պրոֆեսորների մեջ է կարան լինեն նենց մարդիկ, ովքեր օրինակ իմ դասախոսներից մեկը անընդհատ գալիս էր ինչ որ հակագիտական բաներից էր խոսում։ Բնականաբար իր դասախոսությունները իմ համար լուրջ չէին։ Դա էլ է հարաբերական բան։ Իսկ դուք որ ձեզ անվանում եք խելացի, դա մի քիչ մեծամիտ չի հնչում, ավելի լավ չի ձեզ ասեն, քան դուք։ Դե ասել են, որ ասում են, հո ես ինձնից չեմ հնարում։ Դրա համար պետք է մարդ իրան շրջապատի հաջողակ մարդկանցով, ոչ թե դեբիլներով, որ առաջ գնաս։
լավ բան եք ասում, բայց եթե ամբողջ թաղամասում քո կամ ամբողջ փողոցը կամ ամբողջ համայնքը քո մի 80 տարով հետա քեզնից ու դու սենց եկել ես 80 տարի առաջ ես իրանց ուզում բրթես, այդտեղ դու կունենաս խնդիր։ Այդ ինչ դրական վիդեո կա։ Մարդիկ նույնն են, թաղամասը կապ չունի։ Չէ, իրականում կապ ունի, ամեն թաղամաս ունի իր դրվածքը։ Այնքան բաներ կա, որ չգիտեք, երեխեք ջան։ Խնդիրը որտեղից է բխում, սոցիալական, կենսակերպ, դաստիարակություն, թե բոլորը միասին։ Դաստիարակում ենք սոցիումի համար, ու այդ թեն, որ գրել եք, այդ թեն էլ կա մեջը, բոլոր ֆակտորները տանում են դեպի այն, որ սոցիումին հարմարվենք։ Բայց որ սոցիումին, այդ է խնդիրը։ Իսկ ինչի՞ չեք գնում, եթե գիտակցում եք, որ այդտեղ լավ չի, մի քիչ դեպի կենտրոն լավ է, խնդիրը ինչումն է։ Դուք կենտրոնի գները տեսել եք։ Գնալուց կգնամ բան, Իտալիա։ Իտալիայում է մի հատ կղզի կառնեմ այդ գնով։ Մի 65 հատ տուն, գնացեք ձեր համար հանգիստ ապրեք։ Չէ, ես մնալու եմ ստեղ, որ նրանք ովքեր ինձ խանգարում են, ես էլ իրանց խանգարեմ։ Շատ արվեստագետ եք։ Ես արվեստագետ չեմ, ես այդքան չեմ լոպազացել, որ ինձ դնեմ արվեստագետի տեղ կամ արտիստի տեղ։ Երբեք չեմ լսել ոչ մեկի կարծիքը թեկուզ ամենամոտ հարազատ մարդու ու միանգամից շփումս կտրել եմ տեղում։ Տեսեք, դուք ուր գնաք, այդ կարծիքներից լինելու են։ Շփումը կտրելով հարցը չի լուծվում։ Այդ նշանակում է, որ ամեն շփումից հետո դուք էլ չեք շփվելու այդ մարդու հետ։ Այդ էլ մի բան չի։ Տատ ես քեզ միշտ հիշում եմ քո առաջվա էներգիայի վայբի պակասը կհետարի։ Ես այնքան կասեք վերջը հետ կգամ, իսկական ես լուրջ եմ ասում։ Բարև Տաթև ջան, կխոսես նարցիսի եւ էմպաթի հարաբերությունների մասին։ Նայեք, նարցիսն ու էմպաթը ամենակատարյալ հարաբերություններն են։ Ու սենց մի հատ տարածված բան կա, ես այս վերջերս ինչ որ տեսահոլովակներ էր իմ մոտ գալիս, նարցիսներին ինչ ասես չէին ասում։ Էլ ինքը իրանով է տարված, էլ հա, դա տենց է։ Իրանով տարված է։ Ու փոխարենը ոչ մեկի գործերի մեջ իր քիթը չի խոթում։ Պրինցիպի ավելի լավ է բոլորը նարցիս լինեն, քան թե բոլորը քիթները խոթեն մեկը մյուսի գործերի մեջ։ Հաստատ ավելի քիչ մարդ կվնասվի։ Հետաքրքիր է ձեր կարծիքը բռնարարների հոգեբանության մասին։ Բռնարարները կյանքում իրանց վրա չեն տեսել բռնություն։ Այդ սաղ սուտ է, որ ասում են, վայ, իրան տենց բռնության ենթարկեցին, ինքը տենցը դառավ, չէ։ Այդ գիտեք երբ է լինում։ Երբ որ տենց են դառնում։ Երբ որ ինքը շատ թույլ բռնության է ենթարկվել։ Ասենք մի հատ չուպա-չուպսից է զրկվել կամ, չգիտեմ, ինչ որ շատ թեթև, բայց երբ որ շատ լուրջ բռնության է ինքը պայքարում է դրա դեմ։ Ինքը կյանքում չի կարող այդ նույն բանը դառնա։ Ինկարնացիայի մասին ես ճիշտ ասած աշխատում եմ միստիկ բաների մասին կարծիք քիչ հայտնեմ, որովհետև շատ քիչ ստուգված ոլորտ է ինքը, չեմ ուզում ապա տեղեկատվություն տամ։ Միայն 4 փաստեր։ Ես իրավունք չունեմ խոսամ տենց թեմաների մասին, որովհետև գիտության ներկայացուցիչ եմ։ Առաջնահերթ, որ արդարացնում են մանկական տրավմա է տարել։ Այդ մանկական տրավմա տարածները հենց այդ բռնարարների զոհերն են։ Իմ համար շատ վախկոտ մարդիկ են բռնա։ Հա, իրոքը տենց իրանք վախենում են լինել զոհի կարգավիճակում, դրա համար դառնում են բռնարար։ Այ որ մի անգամ լինեին զոհի կարգավիճակում, իրանք կյանքում բռնարար չէին կարող դառնային։ Սարկազմը վիրավորանք է։ Չէ, երեխեք ջան, սարկազմը կա սարկաստիկ հումոր, կա սարկաստիկ, կա սատիրա։ Դրանք ոչ թե վիրավորանք են, այլ շատ ուժեղ ինտելեկտով հումոր։ Դրանք հասկանալու համար պիտի շատ ուժեղ ինտելեկտ ունենալ։